Կինալարջան, շնորհակալություն, եթե թույլ տաք ես մի փոքր լրացնեմ ու իրական շատ արժեքավոր բոլոր գործընկերների կողմից, վստահ եմ ուրիշներն էլ դեռ ասելիք ունեն, բայց կուզեի նաև գործնական հասկանանք առաջիկա օրերին ինչ ունենք համատեղ անելու։ Իհարկե մեր խնդիրները ավելի ռազմավարական են ու մինչև ռազմավարություններ ու դրանցից բխող գործողությունների պլաններ եւ մարդկային ռեսուրսնանք բնականաբար այնքան հատվածական ենք աշխատելու, բայց այս պահին ունենք որոշակի գործընթաց, քիչ թե շատ ձևակերպված պահանջների տակ որոշակի մշակված գործողություններ, իհարկե ձեր աջակցությամբ բոլորիս մասնակցությամբ կարող ենք այդ պահանջները ավելի հիմնավոր դարձնել կամ ավելի հստակ գործողությունների պլաններ մշակել։ Ես կուզեի, որ այս թիմով, քանի որ այստեղ հիմնականում ինտելեկտուալ կարողություններ տարբեր ոլորտների կարողություններ ունեցող անձինք ու խմբեր են ներկայացված, նաև փորձենք աշխատանքի բաժանում անել կարճաժամկետ ով ինչ ուղղությամբ պատրաստ է այս գործընթացին ու պայքարին աջակցել։ Դրանից բացի մի բան տեղեկացնենք, միգուցե մասնակի տեղյակ եք, երկուշաբթի օրը նախատեսում ենք ժամը 11-ին արտգործնախարարության եւ դատախազության առջեւ ակցիաներ անել, տեղային ակցիաներ են եւ այդ ակցիաների ժամանակ ավելի հստակ ձևակերպելու ենք պահանջները ոչ միայն ընդհանրական, այլ նաև ավելի կոնկրետ, օրինակ արտգործնախարարությունից ինչ ենք պահանջում, որ ուղղությամբ ինչ պետք է անեն, համահունչ մեր հրապարակած պահանջագրի համապատասխան կետերին, տվյալ դեպքում արտգործնախարարությանը վերաբերող կետերին, դատախազության առջև էլ իրենց համապատասխան, ընդ որում արդեն մենք սկսելու ենք միասնական այսպես ասած, միասնական ճակատով հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել ատելության, թշնամանքի, քարոզի դեպքերի վերաբերյալ եւ դրա համար մեզ համար կարեւոր է, որ հանրային ճնշումն էլ մեծ լինի, որպեսզի իրավապահ մարմինները իրենց տեղից շարժվեն։ Ես վստահ եմ, որ իհարկե քաղաքական կուրսը կա թշնամանքի ներքին պառակտվածություն մեծացնելու, հատկապես արցախցիների հանդեպ թշնամանքը մեծացնելու, բայց մենք հերթական թիրախն ենք, այս պահին հարմար թիրախն ենք պառակտվածությունը խորացնելու, բայց ինչպես տարբեր գործընկերներ էլ նշեցին, այդ պառակտվածությունը բոլորի հանդեպ է, այդ թշնամանքը ատելությունը բոլորիս հանդեպ է։ Հիմա կուզեի նաև այս խմբով քննարկենք, թե այդ ակցիաների ժամանակ ինչ ունենք ներկայացնելու, ավելի պատրաստվենք, թե որոշակի խմբեր աշխատում ենք հիմա, դեռ այսօր եւ վաղը ժամանակ ունենք այդ ուղղությամբ լրացիչ աշխատելու, իհարկե մեզ համար կարևոր կլինի բոլորիդ մասնակցությունը նաև, քանի որ բազմամարդությունը որոշ չափով ցույց է տալիս նաև հանրությանը հուզող հարցերի մակարդակը կամ մասշտաբը, բայց բովանդակության առումով էլ վստահ եմ, որ անելիք ունենք համատեղ, իսկ ավելի երկարաժամկետ այլ ակցիաներ էլ ունենք կամ այլ գործողություններ էլ ունենք կազմակերպելու եւ բաց հանրային եւ ավելի փակ կամ կիսափակ ռեժիմով։ Իհարկե նաև մենք պատրաստվում ենք նոր հանրահավաքի, որի մասին հայտարարել ենք, որի օրը նաև ձեզ հետ մնացած խմբերի հետ, գործընկերների հետ խորհրդակցելով կհայտարարենք, եթե այդ հանրահավաքի եւ օրվա, եւ ձևաչափի, եւ բովանդակության վերաբերյալ էլ առաջարկներ կունենաք եւ հիմա, եւ հետո առանձին աշխատելով, խնդրում եմ սրան էլ անդրադարձեք, որովհետեւ պետք է մեր ամեն հաջորդ գործողություն շատ ավելի կազմակերպված, շատ ավելի բովանդակալից ու ավելի ազդեցիկ լինի, քան նախորդը եւ հենց այս ձևաչափը, որ հանրային քննարկումներ, հանդիպումներ մենք ունենում ենք, մտքերի փոխանակում ենք ունենում, նպատակ ունի հենց այդ համախմբումը
եւ երևացող եւ բովանդակային ապահովելու, որպեսզի կարողանանք մեր պայքարը ավելի արդյունավետ դարձնել ավելի լայն նպատակների համար։ Շնորհակալություն, այսքանը։